Ողջույն, նոր ու հետաքրքիր տեսարժան վայրերի, հնամենի հուշարձանների և պատմական կոթողների որոնումներով եթերում ձեզ հետ է պատմության վկաները հեռուստանախագիծը։ Կիլիկիա անունը մեզանից շատերի մոտ նույնանում է ծովային տերության հետ։ Այսօր դժվար է պատկերացնել, որ մեր նախնիները միջերկրականի ափերին ավելի քան 25 ծովային ամրոցներ են ունեցել, որոնք եղել են Կիլիկիա պետության ջրային ահեղ պատվարները։ Մենք փորձում ենք հնարավորինս ճանաչելի դարձնել դրանք, քանի որ այդ կառույցներն իրենց մեջ կրում են մեր պատմության մի կարևոր հատվածը։ Այսօր պատմելու ենք Կիլիկիո պետության երկրորդ ամենահզոր ծովային ամրոցի՝ Կոռիկոսի մասին, որի երկու ամրությունները մինչ այսօր կանգուն են միջերկրական ծովի արևելյան ափերին։ Գնացինք պատմական Կիլիկիա։ Կիլիկիայի պատմությունը նախ եւ առաջ պետության ռազմական պատմությունն է, եւ կիլիկիացիները ստիպված էին անընդհատ նիզակները պատրաստ պահել, հակառակ դեպքում կկործանվեին դեռևս չստեղծված։ Այդ բոլոր իրադարձությունների անխոս վկաները Կիլիկյան բերդերն ու ամրոցներն են, որոնք անցյալի վավերագիրները լինելուց բացի նաեւ այստեղ պահպանված հիմնական հուշարձաններն են։ Ռազմական այդ ամրություններից մի քանիսն առանձնահատուկ են նրանով, որ ստեղծվել են որպես ծովային տիրությունները պաշտպանող ջրային ամրոցներ, եւ դրանց մեջ հնագույններից մեկը Կոռիկոսն է։ Հնավայր կարելի է հասնել տարբեր տրանսպորտային միջոցներով, այդ թվում այսօր արդեն տարօրինակ եղանակով, ուխտով։ Հավանաբար ավանդական փոխադրամիջոցից գոնե մեկ անգամ օգտվելու կամ միգուցե պատմության շունչն իրապես զգալու համար ընտրես հենց ուխտով ճամփորդելու տարբերակը։ Ըստ պատմական վկայությունների Կոռիկոսը որպես ջրային ամրոց գոյություն է ունեցել Կիլիկյան Հայաստանից դեռ շատ դարեր առաջ։ Ամենայն հավանականությամբ այն հելլենիստական դարաշրջանի ծնունդ է, ելնելով նաև անվան ստուգաբանությունից։ Ցամաքային աշտարակավոր բարձր պարիսպներով բերդը տեղակայված է դժվարամատչելի եւ ժայռոտ մի հրվանդանի վրա։ Ամրոցային պատի երկարությունը ժամանակին եղել է ավելի քան 1 կիլոմետր։ Դա բավարար չհամարելով, կոռիկոսցիները հիմնական պարիսպին զուգահեռ կառուցել են նաեւ պաշտպանության երկրորդ գիծ կազմող պարիսպը։ Բերդն ունեցել է սեփական ջրամբարներն ու ջրհորները, որոնց շնորհիվ կարողացել է դիմակայել ամիսներ տևած պաշարումներին։
Երբեմնի աննվաճ Կորիկոսը նույնպես այսօր ավերված է։ Պատմության վկայություններից բացի նրա փառքի մասին պատմող գրեթե ոչինչ չի պահպանվել։ Նույնիսկ անունը։ Թուրքերն այն անվանում են Քորքոս, իսկ ծովային բերդը, չգիտես ինչու, Կսկալ է, աղջկա բերդ։ Հելենիզմ բառը շատերի մոտ նույնանում է դասականի, գեղեցիկի և մնայուն արժեքների, ինչպես նաև հզոր ճարտարապետության և ինքնատիպ ռազմարվեստի հետ։ Այս իրողությունը նույնպես որոշ չափով պայմանավորված է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, եթե հաշվի առնենք, որ հելենիզմն իշխում էր միջերկրածովյան գրեթե ողջ ավազանում, այդ թվում նաև Կիլիկիայում։ Այդ մասին վկայող անվիճելի փաստերն առաջին հերթին հելենիստական ժամանակաշրջանից պահպանված ռազմական ամրություններն ու բերդերն են։ Այդ թվում նաև ափամերձ տարածքներում կանգուն ջրային ամրոցները, որոնք կրում են հիմնականում հին հունական անուններ։ Սիլիսիան, մինչ Կիլիկիա հայկական պետության ձևավորումը, բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից և ապրել է զարգացման մի պատկառելի ժամանակահատված։ Հնագիտական ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են հոգևոր և նյութական արժեքներ, որոնց ստեղծման նախապատմությունը հասնում է մինչև մեր թվարկությունից առաջ 6-ից 5-րդ հազարամյակներ։ Ըստ առաջավոր Ասիայի խեթական և խուրիական հնագույն գրավոր աղբյուրների, մեր թվարկությունից առաջ 3-ից 2-րդ հազարամյակներում Կիլիկիա տարածքը հայտնի է եղել Կիցվատանա կամ Կիցուվատանա անունով և բնակեցված է եղել խուրիներով։ Պատմական մեկ այլ, աքադական թագավոր Նարամ Սուենի արձանագրության համաձայն, մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակի վերջերին Զագրոսից մինչև Կիլիկիա ընկած հողերում ապրել են խուրիները, հայ արմենները։ Թե որքանով են դրանք նույնանում կամ տարբերվում, պատմագիտական վեճի առարկա է։ Բնակավայրը հուսալիորեն պաշտպանված է եղել միանգամից 2 հզոր ամրություններով՝ բուն ցամաքային ամրոցով, որի պարիսպներն իրենց մեջ ներառել է ողջ քաղաքը, և ափից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող ծովային բերդով, որը կառուցված է կղզու վրա և ամրացված հաստ ու անխորտակելի պարիսպներով։ Ծովափից ոչ հեռու է գտնվում Կորիկոսի հռչակավոր ծովային բերդը։ Երկու բերդերն իրար է կապում ջրի մեջ որպես ցամաքային ճանապարհ ծառայող ավազաթումբը, որն այսօր խորտակված է և միայն հետքերն են հուշում նրա երբեմնի գոյության մասին։ Այս բերդը ծովից ներխուժել ցանկացող թշնամու դեմ ծառայել է որպես արգելապատնեշ, իսկ ջրի մեջ նետված հսկայական քարերը թույլ չեն տվել, որ նվաճողների նավերը մոտենան ցամաքին։ Մոտենալու դեպքում էլ նրանց ոչ այնքան սիրալիր դիմավորել են ցամաքային ամրոցի երկշարք պարիսպները։ Բերդը տարբեր դարաշրջաններում կոչվել է նաև Պուրիկ, Կորիկոս, Պուրքուս։ Առաջին անգամ այն Կիլիկիային միացավ Թորոս II-ի գահակալության տարիներին, և 13-րդ դարում արդեն իշխանապետության երկրորդ կարևոր նավահանգիստն էր, որն ամենամոտը լինելով Կիպրոսին, միշտ եղել է խաչակիրների Կիպրոսյան պետության բոլոր իրադարձությունների մասնակիցը։
Հետագայում Եգիպտոսի սուլթանության հզորացումից հետո մամլուքներին հաջողվեց գրավել գրեթե ողջ ծովային Կիլիկիան Կորիկոսից բացի։ Այդ ժամանակ բնականաբար ծովային այս բերդը մամլուքների կոկորտում իսկական ոսկոր էր դարձել, քանի որ ցամաքի հետ ամուր կապ ունենալու պատճառով նրան ծնկի բերելը հեշտ գործ չէր։ Իր հերթին ջրային ամրոցն էլ ցամաքային բերդի ամուր պատվարն էր և փակում էր դեպի այնտեղ տանող ծովային բոլոր ճանապարհները։ Դեռևս մեր թվարկությունից առաջ, երկրորդ հազարամյակում, մինչ այստեղ Ռոմի գերիշխանության հաստատումը, Կորիկոսը ծովահենության ահեղ կենտրոն էր։ Մի հետաքրքիր դիտարկում։ Երբեմն կարելի է կարծիքներ լսել, թե իբր կիլիկիացի հայերը միջերկրականի ջրերում զբաղվել են ծովահենությամբ։ Այս տեսակետը նույնիսկ արտացոլվել է որոշ գեղարվեստական ստեղծագործություններում։ Պատմությամբ լրջորեն զբաղվող փորձագետները սակայն համարում են, որ կիլիկիացի հայ ծովահենների մասին խոսելը զուրկ է իրական հիմքերից։ Քանի որ անցյալի վկայություններում այդ մասին ոչ մի փաստ չկա։ Պետք է հաշվի առնել մի ծանրակշիռ հանգամանք ևս։ Ոչ մի ծովահեն սեփական երկրի ջրային տարածքներում ավազակությամբ ու թալանով չէր զբաղվի, այն էլ բաց ծով դուրս գալով այն ափից, որտեղ իր ընտանիքն է։ Իր գոյության ողջ ընթացքում Կիլիկյան պետությունն անընդհատ պատերազմներ է վարել մեկ եգիպտացի մամլուքների, մեկ սելջուկների կամ բյուզանդացիների և կամ մոնղոլների ու նույնիսկ խաչակիրների դեմ։ Անվերջանալի ճակատամարտերն իրենք են պարտադրել մշտապես ունենալ երկրի սահմանները հուսալիորեն վերահսկող բերդ ուղեկալներ, ուժեղ բանակ և նավատոր։ Ամրոցը միջնադարում առաջնային նշանակություն է ունեցել։ Այն հայտնի նավահանգիստ է եղել, որի ջվանում էին Եվրոպայից Ասիա ու հակառակ ուղղությամբ ընթացող նավերը։ Այսօր մի տեսակ տարօրինակ կարող է հնչել այն, որ Հայաստանը եղել է հզոր ծովային տերություն, իսկ Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակահատվածը դարձել է հայ նավագնացության ծաղկման դարաշրջանը։ Միջերկրականի արևելյան ջրերը հայկական ռազմանավերի իշխանության տակ էին, իսկ առևտրական մեծ նավերը հասնում էին մինչև Կիպրոս ու Փյունիկիա, Վենետիկ ու Ջենովա, Թունիս ու Մարսել, անգամ դուրս գալով Ատլանտյան օվկիանոս։ Կիլիկյան Հայաստանը նավահանգստային և զարգացած նավաշինական երկիր էր, և այդ արհեստի նրբություններն իրենց հետ բերել էին Վանից այստեղ վերաբնակված շուրջ 100,000 հայեր։ Ռուբինյան և Հետումյան իշխանական տների մասին շատերն են լսել, սակայն ոչ բոլորին է հայտնի Փիլարետ Վարաժնունի անունը։ Գուցե սա պատմության հեգնանքն է,
քանի որ իրականում հենց Փիլարետ իշխանն է դրել Կիլիկիայի հիմնաքարը։ Ժամանակին նրա հզորության գրավականը եղել է Եփրատի բարձրադիր ափերին բազմած Հռոմկլա աննվաճ ամրոցը, որն ամենայն հավանականությամբ եղել է Կիլիկիո հնագույն բերդերից մեկը։ Կիլիկիա այցելած բոլոր հյուրերը դեպի պատմական հանրահայտ վայրերն ուղևորվելիս հաճախ մի քանի անգամ գետանցում են կատարում Եփրատի վրայով։ Զմրուխտե ջրերի վրայով աջ ու ձախ սլացող մոտորանավակները դեպի տարբեր հնավայրեր են տանում պատմության գաղտնիքների սիրահար այցելուներին։ Այդ մոտորանավակներից մեկը մեզ տանում էր դեպի Հռոմկլա բերդամրոց։ Գետի ափերին փոքրիկ բնակավայրեր են, երբեմն բավականին հետաքրքիր տեսարաններով, ինչպես այս մինարեն, որ կարծես գերի է ընկել Եփրատի բարձրացած ջրերին։ Եփրատ գետի ափին մի անմարդաբնակ վայրում վեր է խոյանում մի հրաշագերտ շինություն, Հռոմկլա բերդը, որը Կիլիկիայի արևելյան սահմանային գլխավոր բերդն է։ Պատմական այս անցքերի մեծ հասած կենդանի վկաներից մեկն էլ Հռոմկլա հինավուրց ամրոցն է, Կիլիկիայի ամենատարեց բերդերից մեկը։ Նրա հիմնադրման ստույգ ժամանակահատվածի մասին տեղեկություններ չեն պահպանվել, սակայն Հռոմկլան հայտնի էր դեռևս ասորիներին։ Հռոմեական կայսրության դարաշրջանում այն կոչվել է հոռոմների հույների բերդ։ Ժամանակին ոչ այնքան մեծ այս ամրությունն ունեցել է 7 դարպասներով քառաշարք պարիսպ և Կիլիկիո պատմության մեջ հիշատակվում է 11-րդ դարի կեսերից։ Պատմաբանների մի խումբ պնդում է, որ Կիլիկյան պետության ստեղծումը պետք է կապել Փիլարետ Վարաժնունու հետ։ Հենց նա է գրավել Հռոմկլան, այն դարձնելով Կիլիկիայի առաջին բերդը, որի շուրջը ձևավորվել է իշխանությունը, իսկ հետագայում նաև թագավորությունը։ Փիլարետ Վարաժնունին, որ հայտնի է նաև Փիլարտոս անունով, քաղկեդոնական հայ իշխան էր, հյուզանդական բանակի զորավարներից մեկը, որի հրամանի տակ էին Եփրատի առափնյաշրջանների սահմանապահ զորքերը։ Ցանկանալով ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն, Վարաժնունին իր դրոշի տակ միավորեց հայկական մասնատված փոքր իշխանությունները և իր երկիր տեղափոխեց պատրիարքի նստավայրը։ Պատերազմներից հյուծված Բյուզանդիան ոչինչ անել չէր կարող, մանավանդ որ հայկական զորքն օրեցօր հզորանում էր սելջուկների զավթած հողերից դեպի Վարաժնունու թագավորություն ներգաղթած հայերի հաշվին։ Այստեղ առաջին անգամ այցելող բոլոր հյուրերի վրա 3 կողմից ջրով շրջապատված ամրոցը մի յուրահատուկ հսկայական համալիրի տպավորություն է թողնում։ Կառույցներից շատերը վաղուց խոնարհված են, սակայն պահպանված շինություններով էլ դեռ կարելի է պատկերացում կազմել հպարտ ու աննվաճ բերդի երբեմնի հզորության մասին։
1150 թվին հայոց Գրիգոր Պահլավունի կաթողիկոսի օրոք կաթողիկոսական նստավայրը Ծոփքից տեղափոխվեց Հռոմկլա։ Սկսում է ծաղկել հոգևոր կյանքը։ Կառուցվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Մարիամ Աստվածածին, Սուրբ Փրկիչ եկեղեցիները եւ Հռոմկլան դառնում է Կիլիկիայի գրչության կենտրոններից մեկը։ Սակայն Վերթաքաղաքին վիճակված չէր երկար ապրել, եւ դրա գլխավոր պատճառներից մեկն էլ մյուս կենտրոններից բավականին հեռու գտնվելն էր։ 13-րդ դարի երկրորդ կեսերին Կիլիկիան անverջ պատերազմում էր մամլուկների դեմ։ Արդյունքում 1280 թվականներին ավերվեցին Հռոմկլայի շրջակայքում գտնվող մի շարք քրիստոնեական գյուղեր։ 1292 թվականին եգիպտական մամլուքները թալանում ու ավերում են Հռոմկլան։ Մամլուքները մահմեդականացնում են հայկական եկեղեցիները, եւ քանի որ կորցրած է հետ բերել այլևս անհնար էր, կաթողիկոսական աթոռը տեղափոխվում է Սիս, Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաք։ Սակայն Փիլարետ արքայի հիմնադրած պետության ծաղկման շրջանը շատ կարճ տևեց։ Այնուհանդերձ, Փիլարետ Վարաժնունու ընդամենը 15 տարի գոյություն ունեցած կայսրությունը հնարավորություն տվեց Մերձավոր Արևելքի տարագիր ողջ հայությանը կենտրոնանալ այս տարածաշրջանում, եւ հենց դա էր Կիլիկիո պետության կազմավորման սկիզբը։ Քիչ անց Եփրատի ջրերից բացվող տեսարանը կտրուկ փոխվեց։ Ինավուրց Բերդին փոխարինեց թուրքական մի գյուղ, որը Հռոմկլայի հետ ընդհանուր ոչինչ չուներ, թեև բնակիչների հիմնական եկամուտը գոյանում է հնավայր եկած հազարավոր տուրիստների գրպանից։ Հայոց Բերդ ամրոցներին սկիզբ ու վերջ չկա։ Նույնիսկ զարմանալի է, ինչպես է պատահել, որ այսքան ամրություններ ունեցող ժողովրդին բաժին է հասել իր պատմական հայրենիքի ընդամենը 1/10-ը։ Այս մասին գիտեն միայն մեր պատմության խոնարհ վկաները։ Նրանք սպասում են երբեմնի ընդարձակ Հայաստանի բոլոր ճանապարհներին։ Մինչ նոր վկայություններ։ Կհանդիպենք մի քանի օրից։